Ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայելի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով։ Իմ հյուրն է Վոլոդիա Հովհաննիսյանը։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Այսօրվա առաջին եթերն է 1-2 լուր ուղակի փոխանցեմ։ Միքայել Սրբազանը գիտենք, որ շարունակվում է կալանավորված մնալ։ Իրեն թույլատրել են, որ Միքայել Սրբազանը տեղափոխվեց Սուրբ Գայանե վանք մասնակցելու Տաթև Սրբազանի վերջին օծման սուրբ պատարագին։ Հիշեցնենք, որ մեր սրբազանները 4-ն էլ շարունակում են մնալ փակված, որովհետև մեծ հաշվով տարբերություն չկա, տնային կալանքի մեջ են թե այնտեղ իրենք շարունակում են մնալ կալանավորված։ Հիմա մենք հատկապես 2 սրբազանի մասին առանձին խոսենք։ 4 մարտ այդ թվում 2 քաղաքացիական անձ զոհվել են Իրանի բանակի ուսումնական ուղղաթիռի կործանման հետևանքով։ Գիտենք, որ ուսանողական Իրանի բանակի ուսումնական ուղղաթիռը վթարի էր ենթարկվել Իրանում, նաև ուսանողական ընդվզումները շարունակվում են 40 օրեր անցել գիտեք 40 օր առաջ ամիսուկես առաջ սկսել էին նորից մասսայական շարժումներ եւ կարողացան դա ասում են տարբեր թվերի մասին են խոսում իշխանությունները 3300 պես զոհվածների մասին է խոսում, արևմուտքը ահռելի թվեր է ներկայացնում 30,000 չգիտեմ ինչ եւ այլն, այնպես որ լարվածությունը շարունակում է մնալ մեր հարևան երկրում, ինչը մեզ համար շատ կարևոր է թե ինչ հանգուցալուծում առհասարակ կստանա։ Գիտեք, որ Թրամփը այսպես նորից շարունակում է սպառնալիքներով է խոսում, ասել է, որ Իրանի նկատմամբ ավիահարվածներ հասնելու որոշումը կախված կլինի նրա հատուկ ներկայացուցիչների Կուշների եւ Ուիտքոֆի խորհրդից, այսինքն կվերադառնան եւ կքննարկեն ըստ այդմ կորոշի։ Ակնհայտ է, որ որոշակի վարանում կա, բայց որոշ փորձագետներ ասում են, որ առաջիկա օրերին այդ հարվածները կլինեն։ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ թողեց Վազգեն Սաղաթելյանի կալանքի որոշումը։ Վազգեն կշարունակի մնալ բանտում, գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։ Գիտենք, որ 2 շաբաթ հացադուլի մեջ էր Նարեկ Սամսոնյանը, երկուսն էլ թե նույն գործով են կալանավորված, 2 շաբաթ հացադուլի մեջ մնալուց հետո դրանից հետո շատ առողջական շատ լուրջ խնդիրներ ուներ, վիրահատության ենթարկվեց 2 անգամ եւ այսպես որոշում կայացվեց, որ խափանման միջոցը փոխվի, բայց ցավոք սրտի Վազգեն Սաղաթելյանը կշարունակի մնալ բանտում։ Պարզ է դառնում, որ ինչքան էլ որ պարոն Հովհաննիսյան կհամաձայնեք, իշխանությունները ցույց են տալիս այդ իրենց ամբարտավան կեցվածքով հայտարարություններով, որ իրենք իբրև թե ոչ մի խնդիր չունեն եւ այլն, բայց Հայաստանը նաեւ մեր նման երկրները տարբերվում են նրանով, որ մեզ մոտ փոփոխություններ են լինում ֆորս մաժորային իրավիճակներ կարող են լինել եւ ըստ այդմ շատ անկանխատեսելի բաներ կարող են լինել, շատ լավ հասկանում են։ Մի կողմից դա եւ մյուս կողմից կանեցույց են տալիս, որ իբրև թե իրենք շատ հանգիստ են, որևէ մտահոգություն չունեն, իբրև թե ընտրություններում կարողանալու են հաղթել, պայմանական ասած հաղթել, էլի, այսինքն այդ իրանց մեթոդներով, ձևերով հաղթել, միևնույն է, իրենց գործողություններին, որ հետևում են, ակնհայտ է դառնում, որ իշխանությունները Նիկոլը շատ վախեցած է։ Հակառակ դեպքում այսպիսի մեծ ահռելի ճնշում չի լինի խոսքի ազատության վրա, գիտենք, որ անգամ պարոն Հովհաննիսյան առանձնացրել է հիմա խոսի նաև հատուկ դրա մասին, անգամ սոցցանցերում գրառման համար, կարծիք հայտնելու համար մարդկանց գիտենք, որ գործեր են հարուցում, կանչում են, սպառնում են, սպառնալիքը դարձել է սովորական մի բան։ Երեկ էլ մենք տեսանք, որ ինչպես էր գնացել եկեղեցի, որ եկեղեցիներ այդ Ռուբինյանը Սևանետ եկեղեցի փորձել են նորից բան ինչ որ սպառնալ եւ այլն, բայց ինչքան գնում են այդպիսի բաներ են անում, հետեւից քահանաները հստակ կանգնած ասում են մենք չենք գնալու չար ուժերի հետեւից, դավաճանների հետեւից չենք գնալու։ Կարծեմ արդեն եկեղեցու հոգեվոր հայրերը մեծամասնությունը, դե գիտեք, սրիկաներ եւ դավաճաններ ամենտեղ կան։ Ներողություն ընդհատեմ, մի հատ բան ասեմ, որը մամուլից սպրդեց, ոչ մեկ չտարածեց, բայց բանակի բոլոր հոգեվոր սպասավորները գեներալներ, պաշտպանության նախարար կանչել են, որպեսի միանան այդ Նիկոլ Փաշինյանի տիրադավներին, բանակի հոգեվոր սպասավորները բոլորը
ոսկե սարեր են խոստացել, բոլորը մերժել են Այո, եւ ասել են, որ իրենք սուրբ առաքելական եկեղեցու եւ օցիալ վեհափառի կողքին են կանգնած։ Ավելին, պարոն Հովհաննիսյան, անգամ բան են անում նրանք, ովքեր որ այս տիրադավության ճանապարհը բռնեցին, մենք տեսնում ենք, որ հերթով վերադառնում են բարոյականության մեղքերի թողության։ Այո, եւ այստեղ իհարկե բրավո։ Արմլուրի տվյալն եմ ես ասում, դուք կասկածի տակ առաք, որ ասի 685 մարդ է միացել Նիկոլի ազգասպան բարեփոխման եկեղեցու ծրագրին, կայք են բացել 685 մարդ է միացել ընդամենը։ Դուք կասկածի տակ ես գնացի ճշտեցի, ընդամենը 685։ Չէ, ես գիտեմ, որ իրենք նաեւ մեծ բանակ ունեն ֆեյքերի եւ պաշտոնյաների մեծ բանակ ունեն, կազմակերպելու չէ, ակնհայտ է դառնում, որ այստեղ որոշակի զիջման է գնում, բայց տեսեք, այսինքն իրենք չեն բանա, իրենք մտավախություն ունեն, հակառակ դեպքում ինչ է խոսքի ազատության նկատմամբ այսպիսի ճնշումներ, պարշի, որ Նարեկի եւ Վազգենի նկատմամբ սա ինչի համար է, որ ընտրությունների նախաշեմին լռեցնեն եւ թույլ չտան, որ այդ ամբյոնը այդ հարթակը օգտագործվի ազատ խոսքը տարածվի, որովհետև այնտեղ որտեղ որ կա իրական պայքար եւ մրցակցություն, մենք տեսնում ենք, որ Նիկոլը այդտեղ զրոյանում է, փոշիանում է եւ ինքը բռնում է այլ ճանապարհ։ Ճիշտ է թե ոչ, եթե պարտվում է, ասենք ինչ որ համայնքում ինչ են անում այդ համայնքապետին, կանոնավորում են 23 հոգու Հարաքյարում ինչ արեցին, սպանեցին, ահա, ինչ են անում Գյումրիում, Մասիսում, պլյուս դրան, 23 գյումրեցի, 23 գյումրեցի, այսօր կանոնավորված են, վաղարշաբաթից 17 հոգի կանոնավորվել են, ովքեր կարողացել են հականիկոլական քարոզչություն իրականացնել, ընդամենը ընտրությունում մասնակցել են։ Ուրեմն վաղարշապատում ցույց է տալիս, որ կոնկրետ սեղանները դրած, չգիտեմ ինչեր նվերներ, ԿՊ-ն եսի ինչ է անում։ Լույսերն անջատում են, ընտրության Չէ, ես ասում եմ այդտեղ որ ասում ընտրությունների վրա ազդելու այդ ամբողջ այդ ամեն ինչը կազմակերպում, ոչ մի քրեական գործ չկա, այս երկու ինչ որ հայտարարություն է լինում, մեկ է տեսնում ենք, որ հայրենիք կուսակցությունից ինչ որ մարդ է անցնում է ընտրությունների 1 ամիս, չգիտեմ ինչ, մեկ էլ տեսնում ենք Խաչիկ Վազգեն ինչ էր Խաչիկը Խաչիկ Գալստյան, մեկ է տեսնում ենք անկախ այդպես որոշում են կայացնում, որ պիտի բանը կալանավորեն։ Սա նաև ինչ որ տեսեք շատ վատ process-ներ են գնում, բայց նաև ինչ որ լավ բանի ցուցիչ է, որ այս մարդիկ վախեցած են, իրենք գիտեն, որ իրենց մերժում են։ Ուղղակի ամբողջ խնդիրը ընդդիմության մեր որ մենք կարողանանք ժողովրդի գիտակցությանը հասնել այն, որ իսկապես ձեզանից շատ բան է կախված եւ շատ կարեւոր է, որ 1.5 միլիոն մարդ ուղղակի տանից դուրս գա եւ գնա ընտրությունների։ Եթե բոլորը գնան, ապա իրենց համար շատ բարդ է լինելու, շատ դժվար է լինելու կեղծել։ Իրենք մնացել են իրանց այդ մի քանի ավտոբուս ժողովրդով, չէ՞, այդ այնքան խայտարակ եղավ այդ ավտոբուսի ժողովրդը չէր տանում էլ։ Չեն գնում։ Պարոն Հովհաննիսյան, կհավատաք թե չէ, չգիտեմ, ես ուրեմն մայր տաճարում էի, այն որ գնացել էին տիրադավների հետ, որ պիտի հարձակվեին եկեղեցու վրա։ Բերել էր բանը, ինչ որ մանկավարժների, չգիտեմ ինչերի, երևի այդ համայնքապետարանի աշխատակիցների առանց չափազանցության մեծ մասը ամաչում էին, որ այդտեղ կանգնեին։ Բոլորը այսպես ծառերի տակ թաքնվում են, դու ասում ես, խնդրում ենք մի նկարեք, սենց անհարմար են զգում, որտեվ իրանք հոգու խորքում հասկանում են, էլի որ սատանայական ինչ որ բանի մեջ են ներքաշված։ Հիմա դե մարդիկ աշխատավարձ են, ճիշտ է, մի կողմից էլ արդարացում չունի, բայց հիմա ինչ ասես, իրանք հանապազորը հացը դրանով է պայմանավորված, հիմա ասել են, պիտի գան ու տեսնես, էլի որ հիմնականում այս կեցվածքից պահվածքներից հասկանում ես, որ մանկավարժներ են սրանք կամ չգիտեմ մանկապարտեզի աշխատակիցներ են, մեծ մասը անհարմար է զգում, բացի նրանից, որ ինքս էս մի հատ ակտիվ ունի, բոլոր այդ ավտոբուսի մարդիկ են, էլի, ամենտեղ ասենք այդ մի 3 կին են, մի 4 բանը տղամարդ, այդ ամենտեղ գնում են ինչ-որ աննորմալ շարժ, ինչ աղմուկ, հա, ինչ-որ շարժումներ են անում, հա, ինչի համար է ասում, որ ինքը իրանք իսկապես ցայտնոտի մեջ են, հակառակ դեպքում այսպիսի վայնասուն չեն լինի, հատկապես վայնասուն Սամվել Կարապետյանի, ասեմ էլ ես ուժերի հետ կապված, Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի եւ հիմա արդեն Մայր Հայաստանն էլ միացել է Գագիկ Ծառուկյանին, այնտեղ էլի ուժեր կան, որ միավորվում են, այսինքն իրենք տեսնում են, որ Պարզ է, ինչ-որ միավորումներ են, հականիկոլական միավորումներ են, կոնկրետ, հզոր, ուժեղ միավորումներ են և իրենք սկսել են արկաբեկել, հեղինակազրկել, չգիտեմ ինչ, մի հատ ինչ-որ սենց բան էլեմենտի մասն եմ էլի ուզում խոսել, որ Գյումրիում այսպես սայթակում ունեցավ Սամվել Կարապետյանի թիմակից ասելով
բան գյուղ կոչեց Գյումրին, այս ինչ աղմուկ է բարձրացել, այս ինչ վայնասուն է բարձրացել, այդ մարդը կարող է ներողություն խնդրել, ասել, այսպես է անցներ գնալ, եւ ովքեր են աղմուկ բարձրացրել, արդեն խնդրում եմ այստեղից սկսեք, այդ ինչ մի հայրենիք են սիրում ԿՊԱ-ականները, այս ինչ եք ասում։ Գյումրի ընտրված գյումրեցիների հպարտ գյումրեցիների ընտրած քաղաքապետը արդեն մի քանի ամիս է բանտում է։ Գյումրին հատուկ թուրք բաշիբուզական շարունակում են թուրք բաշիբուզական օպերացիա կատարեցին Գյումրու քաղաքապետին բերեցին կալանավորեցին նրա հետ միասին 23 հոգու նկատմամբ քրեական գործ հարուցեցին Սրբազանը Միքայել Սրբազանը կալանավորվեց Նիկոլի եւ Նիկոլական այդ ազգադավ շարժումը քննադատելու համար ես ուզում եմ այդ կադրերը նայեք թե գյումրեցիները ինչպես էին դիմավորում Միքայել Սրբազանին ես հուզվել եմ ոչ ոք չի իմացել ինձ Գյումրիից զանգեցին ասին տասնյակ հազարավոր մարդիկ լսել են որ Սրբազանն եկել է ինքնաբուխ եկել են Սրբազանի աչը համբյուրելու համար Ինչի դուք դատարանում ես դատարան էի գնում այնտեղ տեսնեք ինչ էին անում որ ներս մտեն Հիմա Նիկոլական ազգադավ աղբ հիշեցնեմ Արցախում 14500 սեփական տուն է տվել Թուրքին 15000 բնակարան է տվել Թուրքին 12 քաղաք է տվել Թուրքին հիմա Գյումրին գյուղ ասելու համար դու քննադատում ես դու դրա իրավունքը ունես Քանի հեկտար դու վաստակել ես հեկա տվել 47 հեկա տվել Սյունիքից քանի հեկտար հող է տվել Տավուշից քանի 1500 հեկտար հող է տվել Սյունիքից Ես կամաց կանրադառնամ դրան Այն որ ասում ես սև լիճի 30%-ի համար նախ 30 չի 70%-ն է հայկական տարածք կռիվ եմ անելու Այդքանը տված ոչնչություն քաղաքական ուժը գյուղ ասելու համար բանան 4 համալսարան է տվել Թուրքին 560 դպրոց է տվել 300 մանկապարտեզ է տվել 450 վանք եկեղեցի է տվել աշխարհի գոհարներ դադիվանքն ու ամարասն է տվել Թադեի վանքն է տվել Եվ հիմա վայ Գյումրին Հա Էս ինչ բան Հա վայ տեսակ Հիմա Երևանից երբ ես մանուկ եմ Երևանից գալիս եմ Սիսիան քաղաք ասում են եկել են գյուղ հանգստանալու ինչա վիրավորվիր Խոսակցական ոչ է Եվ գիտես ինչ Կուրսկ են ծեծում նրանք ովքեր ուղղակի կուրսկ ծեծելու տեղ չունեն Ես ուզում եմ հիշեցնեմ կապիկությունը եւ ամենագլխավորը Սևանի եկեղեցում ազգադավ Հայաստան Նիկոլը կանգնած վեհապար հայրապետին են օրհնում Թիկնապանները խառնվեցին այդ նկարներ են ուղարկել ինձ որ լարեցնեն բան եւ ժողովուրդներ երգում եւ քահանաներ երգում Օրհնում էր վեհապարին որովհետեւ վեհապարը իր իմաստությամբ ավելի բարձր է որովհետեւ նա մեր պատմության շարունակականության կրողն է Իմիջիայլի ժողովուրդը չգիտի որ մեր վեհապարը բացի Էջմիածնի ճեմարանն ավարտելուց նաև կարմիր դիպլոմով ավարտել է 2 միջազգային եվրոպական համալսարան Իմիջիայլոց ես այդպես հստակ չգիտեի վերջերս խոսում էի Մոսկվա հայտնի գործարարներից մեկի հետ որ ներկա է եղել ու ասեն դու գիտեք որ Մաքուր Մերկելի հետ մեր վեհապարը խոսել է գերմաներեն Այո Զարմացած ապշացին ասում են փոխել սկսեց Մեր վեհապարը ըստ իմ իմացած ինֆորմացիան եւ անգամ լուրջ չի խոսել ասենք սրանց պիտի նայենք մի հատ էլ ասենք թե ժողովուրդը չգիտի ես ժողովրդի համար եմ ասում ջան դուք նախ մտածեք նրա մասին որ ձեր ընտրված քաղաքապետը փակված է դուք մտածեք նրա մասին որ ձեր մեր բոլորի սիրելի Սրբազանը հոգևոր առաջնորդը թեմի առաջնորդը
շարունակում է կալանավորված։ Եվ այդ քաղաքական ուժը հանկարծ ձեզ պաշտպանում է։ Ինչ եք ասում։ Այդ քաղաքական ուժը ձեզ պաշտպանում է։ Վախ պաշտպանում է, ասում է, չգիտեմ, ոնց որ Արմեն Գրիգորյանի որ ծրագրել էին, որ պիտի սպանեին, գյումրեցիները խռովեն։ Գյումրեցիներ ջան, խռովեք ու մեր հայրենիքն է տալիս, որ թուրքի դուռը բացել է, այսա առաջինը այդտեղ են մտնելու։ Թե ինչ է անում ձեր գլխին կամ ոնց թքեց ու առհամարեց ձեր ընտրության վրա։ Ինչ ամ, դա ստորացնել չի նշանակում ձեր հոգևոր թեմի առաջնորդին տարել փակել է։ Մենակ դա չէ։ Սահմանադրական ընտրական իրավունքով դու քաղաքապետ ես ընտրել։ Եվ այդ քաղաքապետին հենց այնպես շինծ ու քրեական գործով։ Երբ որ այդ քաղաքապետը ասեց դու գողանում ես գյումրեցիների գումարը, այսքան գումար պիտի հատկացնես, չես հատկացնում, ինչի համար տարավ փակեց։ Գյումրեցիների իրավունքի համար էր պայքարում։ Վարդան Ղուկասյանի պայքարը ինչի համար էր, ասում էր, որպեսզի հարստանա։ Եվ դիմում էր սահմանադրական դատարան իրավունքները պաշտպանելու, որ այդ գումարը տան գյումրեցիներին, որ կարողանա ճանապարհում, բնակարան, չգիտեմ ինչ կառուցի։ Դրա համար են փակել։ Չէ։ Երբ հայտարարեց, ասեց, ես դիմելու եմ, դու չես տալիս գյումրեցիների գումարը։ Հենց խոսեց դրա մասին Վարդան Ղուկասյանը, երկու օրը դիմելու եմ, ասեց սահմանադրական դատարան, հաջորդ օրը գնացի կալանավորեցի Վարդան Ղուկասյանին։ Այսինքն գյումրեցիները ձեր համար են, չէ՞ կալանավորը, ինչի համար։ Հիմա նեղացել է, որ ինչ որ մեկը սայթակուել է, ասենք այդպիսի մի բանային են թույլ տվել։ Մենք այսպես, չգիտեմ ինչ, բա մի հատ էլ ասեք, որ այտենց քպահականներ նեղսրտել եք, որ դա քաղաք ա եղել։ Մի հատ հետ գնացեք, ասեք, այդ ով է կառուցել այդ քաղաքը։ Ով է կառուցել այդ քաղաքը։ Անհարմար է զգում, ասենք, ռուսները բան չեն ասի, չէ՞ դրա մասին։ Չեն ասի, չէ՞ դրա մասին։ Չեն ասի դրա մասին։ Կումայրին փոքրիկ գյուղ է եղել։ Քաղաք է դարձել Ալեքսանդրապոլ է դարձել։ Դե ասեք, դե եթե ազնիվեք միջև վերջ, ասեք, ով է կառուցել, ինչպես է կառուցվել։ Բացի դրանից գյումրեցիները դուք չեք վիրավորվում, որ ձեր Շիրակի մարզ, լսեք, որ Շիրակի մարզ, թուրքը մտել է Ախուրյան, դուռը ծեծել եւ սպառնացել, ասել, եւ սպառնացել ասել, հեսա գալու ենք մենք։ Եվ գիտեք ամենազզվելին ազգակործան զավեշտը որն է, որ ԱԱՑ-ը գիտես ոչինչ չունի ասելու, ասում է այդ նույն մարդիկ 14-15 թվականներ են։ Ոչինչ չունի ասելու։ 14-15 թվականներ են եկել։ Համարձակություն ունեին մի հատ ինչ որ բան ասելու, գալու անեին ու զվարճանային։ Ընդ որում ԱԱՑ-ի ինչ որ հսկողության թե ուղեկցությամբ է եղել, բալա Վարդենիս ու Գեղարքունիքն չեք գնացել, այնտեղ են եկել դուրծեցե։ Սիսյան եկել են Սոֆուլու արևից գյուղերը նկարել են, տեղազնում են ԱԱՑ-ը դու ուր ես եղել։ Ես դա մասին ասել եմ, եւ հանկարծ շիրակցիների պատիվը անվտանգությունը պահող է դարձել, գիտեք ինչ կա, 800 միլիոն դրամ շիրակցիներից գողացած քաղաքական ուժը, այո, իրավունք չունի շիրակցիների մասին խոսել։ Եթե անգամ գյուղ են ասել, գյուղն էլ է հայ բնակավայր։ Դա այդպես ես իմ վիրավորական ոչինչ չկա, գյուղում էլ են ազնվազարմ հայեր ապրում, քաղաքում էլ են ապրում, ագարակումներում են ապրում, ամեն տեղ էլ ապրում են, որտեղ հայի տուն է, այնտեղ հայ է ապրում։ Պարզապես պետք հայի տան մեջ թուրք չպետք է ծնվի եւ նիկոլական չպետք է ծնվի։ Ես շարունակեմ, այնքան զզվանք եմ ապրում եւ կարդացի ԱԱՑ-ի հայտարարությունը։ Այն որ Ադրբեջանի ազգի ծառայությունը ԱԱՑ-ն արդեն բացում են բացատրությունը այդ ադրբեջանցիներին բացում են, չէ՞, ԱԱՑ-ը Ադրբեջանի ազգի ծառաները իրականում այդպես է դարձել։ Այս հանճարը Գորիսից ու ասած ես միշտ հիշում եմ։ Ահա, այսա ոչ չասեն էլի, հեքիաթ եք պատմում, եկել են զվարճանում են, բանը կանգնել են, ոչ մի պրոբլեմ մարդիկ չունեն, այսպես իրանց համար ուր են գնում, ինչ են անում։ Դուք պատկերացրեք մի հատ հայ Ադրբեջանից էս կանգնի։ Ինչ եք ասում, չհանդուրժեցին ծեր, թոշակառու, մահամերձ մարդկանց չհանդուրժեցին, Արցախում երկու մարդեր մնացեն, մեկին սպանեցին, մեկին էլ երկուսին էլ դիակը, մեկի դիակը տվեցին, մեկին էլ հայտնի չի ինչ արեցին։ Դա չէ, ասենք ինչ պետք է բան լիներ։ Ինչ էր էլ իրենց սպառնում, որ տենց վախեցան։ Եվ ամենահետաքրքիրը չվախեցան, չհանդուրժեցին Ադրբեջանցին։ Իհարկե չհանդուրժեցին, որովհետև իրենք միտք ունեն Արևմտյան Ադրբեջան վերականգնել։ Եվ Արևմտյան Ադրբեջան Նիկոլ այնքան դավաճան է, որ անգամ թքեց հայ ժողովրդի պատմության վրա Հայաստանի պատմական Հայաստանի Արարատյան դաշտը, Էջմիածինը, Շիրակը, Սյունիքը դարձրեց Արևմտյան Ադրբեջան։ Այդ գաղափարը Նիկոլն է մտցրել, որպեսզի թուրքին բերի Հայաստան։ Այնպես որ գյումրեցիներին նորից, ասեք, որ բանը
մի հատ էլ այդ քփական բաների մեջ մտնեն, իբրև թե քփն իրենց պաշտպանում է, այսօր պատրաստվում է իբրև թե բերի այսքան մարդ։ Ու ինչա պատրաստվում անել, այս օրերին տեղի ունենում Սումգայիթի, Բաքվի եւ Կիրովաբադի ջարդերը եւ այնտեղ չգիտեմ, կես միլիոնից ավել հայություն էր ապրում։ Սումգայիթում ապրել է միայն 50 քանի հազար մարդ, որովհետեւ իմ համակուրսացի աղջիկը ամուսնացել էր այնտեղ, ես շատ լավ գիտեմ, որ այնտեղ հայկական մանկապարտեզներ են եղել։ Եվ մեկ օրվա ընթացքում հազարավոր հայերի ամենաթուրքական ձևով մոռացել եք, որ երեխաներին դրել են եռացած ջրի մեջ։ Մոռացել եք, թե կտոր են արել կույս աղջիկներին եւ կոտորել են բոլորին։ Եվ ընդ որում դա արել են թուրքական դաշնությամբ։ Մի Արցախում ապրել է 150,000 հայ։ Ըստ 1987 թվականի մարտահամարի տվյալներով։ Ադրբեջանում ընդհանուր Ադրբեջանում Կիրովական, Բաքու, Մինգիչաուր, Շիրվան եւ մնացած բնակավայրերում Շեքի շրջանում, Մինգիչաուրում եւ մնացած տեղերում, Սումգայիթում եւ մնացած տեղերում ապրել է 420,000 հայ, այսինքն 570,000 հայ է ապրել Ադրբեջանում մինչեւ 88 թվականը։ Ադրբեջանն էլ բան է։ Ոչ մի հայ այսօր չի ապրում։ Ըստ որոշ տվյալների ասում են, որ իբր թե 20-30,000 հայ է ապրում Բաքվում, իբր թե դեմ ծպտյալ հայեր են կամ հարմարված հայեր են, սակայն ես դրան չեմ հավատում, 570 հայ Ադրբեջանում չի ապրում այլևս։ Նիկոլ, դավա 570,000 Նիկոլ, ըստ մարտահամարի տվյալների։ Մենք պատրաստվում ենք խաղաղություն կնքելուց առաջ, որ 570,000 հայը գնան եւ ապրեն Ադրբեջանում, իրենց հողերում, թող 127,000 ադրբեջանցին, որ ապրել է Հայաստանի Հանրապետությունում, այդ 570-ին գնալուց հետո գաստեղ ապրի։ Բա ինչի չեն խոսում այս 570,000 հայության մասին, իսկ Ալիևը ամեն ամիս անդրադառնում է 300,000 ադրբեջանցիների Արևմտյան Ադրբեջան վերաբնակեցնելու հարցով։ Դե Նիկոլն էլ ասի 1 միլիոն հայությունը Ադրբեջանում ապրել է, ուր է գնալու ապրի այս Ադրբեջան, ինչի՞ չի ասում։ Իհարկե, բայց ո՞նց ասի։ Հարբեցող ծաղրածուն իրոք խաղաղության հավատացող massային ասեք։ Հարբեցող ծաղրածուն ո՞նց կարա իրեն 5 միլիարդ փողով Արցախը գնացին, ասի, եկեք համաձայնվենք հավասարը։ Եթե դուք չեք ասել Զատուլինն ա ասել։ Զատուլին, իհարկե, ես ասում եմ այն, ինչ որ իմ Facebook-յան էջում հիմա դրված է, եւ ես հիմքերն ունեմ։ Եթե դատի չեն տվել, չեն հերքել, ոչ մեկ չի հերքում։ Քաղաքական ոչ մի ուժ չի հերքում 5 միլիարդի այդ պատմությունը։ Եվ ես կրկնում եմ, ես դրա իրավունքը ունեմ։ Ես ինչ այստեղից հնչեցնում եմ, արդեն դնում եմ իմ Facebook-յան էջում, որպես ապացույց, որ ես մամուլից եմ վերցրել, ես ինքս ոչինչ չեմ ասում։ Ուր պիտի վերադառնան 570,000 հայերը։ Ասեք 40 անգամ ասեք, Ալիևին ման ասեք, ուր են վերադառնալու այդ հայերը։ Նիկոլ Փաշյան, ով է քեզ իրավունք տվել 150,000 հայերին տնավեր սարքես։ Արցախցիներին տնավեր սարքես։ Ով է քեզ տվել իրավունք 420,000 հայերին Ադրբեջանից աքսորվածներին տեր չկանգնես եւ չպաշտպանես իրենց իրավունքները վերաբնակեցվելու։ Եթե Ալիևը պաշտպանում է իր 127,000-ի շահերը, դու էլ պաշտպանիր։ Եթե իհարկե դու ղեկավար ես։ Իրավունք տվել Ադրբեջանում ցեղասպանություն իրականացրած Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում ցեղասպանություն իրականացրած Ալիևի հետ գնալ խաղաղության պայմանագրի, հրճակել, կոչել եղբայր թե ընկեր, թե բարեկամ, ինչ ասես Թրամփը, չգիտեմ ինչ բան անել, հետնել գնալ խաղաղության ավելին եւ թույլ տալ, որ բարձր ամբիոնից այս տականքը Ալիևը գնահասի, որ ֆաշիստ ազգ է Հայաստան, ցեղասպան ֆաշիստ ազգ է, ինքը ֆաշիստ ցեղասպան լինելով։ Այո։ 570,000 հային դուրս հանելով այնտեղից մասնատած 20-րդ դարում կտրատած չգիտեմ ինչ արած, ինչ ասես արել են հայերի հետ Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում եւ այնքան դու ողորմելի ոտքի տակ ընկած ես, որ Ալիևը հայ ժողովրդին այդպեսին համարի, մի հատ էլ ասի չեք տեսնելու այդ գերիներին, որովհետեւ այսպեսին են, ինքը որովհետեւ ինքը իր արած ցեղասպանության համար պատասխան չի տալիս։ Ոչ Արցախի, ոչ Սումգայիթի, ոչ Բաքվի, ամեն ինչ Ալիևը անում է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի հետ։ Եվ ինքը Նիկոլ Փաշինյանը ինքը խոստովանեց, որ ինքն է ճանաչել Արցախ Ադրբեջանի կազմում, որ ինքն է հայտարարել Ալիևին, որ ամեն ինչ կանի, ինքն է մեր սարերը տվել Ադրբեջան, չէ՞ որ նա ասեց, այդ սարերը ում են պետք 6 ամիս ձյան տակ են, մեզ պետք են այդ սարերը, եւ տվեց Ադրբեջանին,
Որոտանի ճանապարհը, որը կառուցվել է Հայաստանի Հանրապետության խորհրդային Հայաստանի Հանրապետության փողերով կառավարության որոշում տվեց Ադրբեջանը։ Եվ Ալիևը ասաց, նա չասաց դա մերն, ասաց Հայաստանի Հանրապետության վարչապետը ճանաչել է դա մեր տարածք։ Հասկանում եք։ Այսինքն Նիկոլ Փաշինյան, դու հանցագործ ես։ Դու սահմանադրական կարգի ինքնիշխանության տապալող ես, դու պաշտոնական դիրքի չարաշահող ես, տես քանի հոդվածով են քեզ դատելու, տաուշում 8 դիրք, 23 դիրք, մերոնք իջան, տվեցին Թուրքին, 8 դիրք, Թուրքը պետք է տար մեզ, ոչ մի բան չտվեց։ Որտեղ որ ասել են խաղաղություն ենք, արդեն դադարեցնում ենք, առանց պատերազմի տարածքա տվեն Նիկոլյանց։ Այո, թուրքերը կանգնած են Հայաստանի Հանրապետության սահմանից 100-120 կիլոմետր հեռու եւ ինքը խոստովանեց, որ Վաղարշակ Հարության չի հրաման տվել կրակել, ես եմ հրաման տվել չկրակել եւ հետ քաշվել։ Այսինքն այդքան տարածքը ինքն է տվել։ Եվ հիմա գիտեք ինչ կա, ասում են Արցախը տվեցիք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը աշխարհը ճանաչի։ Սյունիքը չի տվեցիր, Գեղարքունիքի տարածքները չի տվեցիր։ Տավուշին չի տվեցիր, ընդ որում հիմա սահմանազատում, սահմանագծում քանի տոկոս են այդ տարածքից ընդամենը եղել, 0 քանի տոկոսն են արել ինչ եւ այնտեղ ինչքան են զիջե եկել են։ Դուք պատկերացնում եք, եթե ամբողջական մի հատ այս պայմանները, որ ընկած է իր ոտքերի տակ անցկացնել, միայն Կիրանցի հատվածում Հայաստանի Հանրապետությունը Թուրքին անվերադարձ տվել է մեր օրենսդրորեն մեր տարածք համարվող 800 հեկտար։ Ինչի՞ չի ճանաչում Հայաստանի սահմանները, հարց։ 800 Երբ որ դու գնում ես խաղաղության մոլորեցնում հայ ժողովրդին, ինչի՞ չի ճանաչում Ադրբեջանը Հայաստանի սահմանները, ասեք։ Այն որ հրճված ոչխարի նման ուրախացել եք գնում եք խաղաղության, ինչի՞ չի ճանաչում սահմանները, ինչ է սա նշանակում, որտես խափելու են ընտրությանը բերեն, չգիտեմ կեղծեն իրան մի կերպ անցկացնեն, չգիտեմ ինչ անեն, հետո դրանից հետո մտնի մնացածը վերցնի մի քանի ժամվա մեջ։ Մի քանի ժամանակ մի քանի տարի էլ տևի, էլ հայը իրավունք չի ունենալու ապրել։ Եթե Նիկոլը Նիկոլի ամեն օրը կործանում է Հայաստանի Հանրապետություն, ինչ խաղաղության մասը, Ալիևը խաղաղությունից խոսում է, Ալիևը դեռ սահմանադրության փոփոխության մասն է խոսում, որպեսզի Հայաստանը ինքնիշխանության մասին սահմանադրության մեջ չգնի, որպեսզի հենց գրավի, ասի Հայաստանի Հանրապետության սահմանադրություն ինքնիշխան պետություն չէ դա։ Մենք կարող ենք գրավել։ Երկրորդը, նա պահանջում է 300,000 ադրբեջանցիների վերաբնակեցումը, որ սահմանադրորեն այդ հոդվածը լինի, եւ ամենասարսափելին, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը մի շիզոֆրենիկ, պարանոիդ շիզոֆրենիկ Նիկոլ նվիրեց 100 տարով թուրքական կապիտալի վրա հենված մի ինչ-որ կասկածել է ընկերության, ամերիկյան ընկերության։ Եվ Հայաստանը այլևս չի կարող ոչինչ անել։ Այն օրը ինձ ուղարկել են հաշվարկ, Ամերիկայի լուրջ զինվորական է ուղարկել հաշվարկ։ Մեկ զինվորականի պահումը $20,000 է, գումարած դրա դրամական բավարարումը եւ սոցիալական առողջապահական ապահովագրությունը։ Այսինքն մենք տարեկան այդ ճանապարհը պահող ամերիկյան զինվորը պետք է ճանապարհից ստանա 400 միլիոն ինքը պահի եւ էլեկտրոնային ծախսել միասին 200 միլիոն էլ դա 600 միլիոն պետք է հանի այն դեպքում երբ Թուրքն ու ադրբեջանցին այդ ճանապարհով առանց մաքսային ու հարկային դժգոհության են եկավ հարիֆինը ասեցին ամբողջ հարիֆ չի էլ ինքը ծախելա այս ամբողջ տարածքը Թրամփը վերցեց վրան էլ ասեց մի հատ 9 միլիարդ կտաս մի հատ էլ բանը կտաս որ Էդ էլ գինն է, էլի, որ նվեր ես տվել, նվերի վրա մի հատ այդքան, չէ, մի հատ անդադ կրկնեք, ուր են գնալու Սումգայիթի Բաքվի Կիրովաբադի հայությունը։ Ուր է գնալու։ Ոչ միտեղ։ Ասեք, ուր է վերադառնալու, ոնց ոչ միտեղ, ոչ միտեղ։ Որովհետև Նիկոլը ծախել է նրանց շահերը, ծախել է նրանց 570,000 հայ անտուն է։ Բայրամովա իրավունք տվել, որ ինքը բերում է ադրբեջանցիներ։ Ով է իրավունք տվել, ով որ Նիկոլ կընտրի, այն նա։ Ով որ ընտրել է 21-ին։ 21-ին այն նա է տվել։ Նիկոլ Փաշինյանը ցինիկորեն, անպատկառորեն հայտարարեց. մենք ենք արել, լավ ենք արել, ձայն եք տվել, ընտրել եք, դուք այդ իրավունքը մեզ տվել եք, մենք արել ենք։ Հա, դուք այդ իրավունքը տվել եք, ընտրել եք, ուրեմն դուք համաձայն եք եղել իմ կատարած քայլերի համար։ Եթե դուք չեք գնացել ընտրության, կամ դուք չեք գնալու ընտրության։ Եվ գիտեք ինչն է հետաքրքիր, նախին ընտրությունում 2 միլիոն 100 քանի հազար էր, չէ՞։
ներկայացուցակ գիտես ինչ կանը 2 միլիոն 400 քանի 90 հազար։ Հնդիկ են բերել, պակիստանցի են բերել, ինչ։ Այսինքն 390 հազար ում են բերել։ չեն կարող։ Այդ որում արցախցիները նրանք ովքեր որ հիմա ուզում են արագ քաղաքացիություն ստանալ, այո, նաև ընտրությունների մասնակցելու արցախցի քաղաքացիություն, չէ՞ դու չեն տալիս, այո։ Չեն տալի ձգձգում են, հազար մի պատճառաբանություններով ինչ եք ձգձգում։ 3 տարվա մեջ 20000 արցախցու են քաղաքացիություն տվել։ Ինչու՞։ Ինչի՞ չեն տալիս։ Որովհետև գիտեմ, որ դա իրենց դրության չմասը։ Եվ այն հիշում եք, որ Վրաստանի սահմանում գտան այն ազնագրերը եւ ID քարտերը ուղիղ 300,000 էին, այդ թիվը նայեք 2 միլիոն 100,000, 2 միլիոն 490,000, այդ 300,000-ն ավելացել է ընտրացուցակներում։ Շատ լավ, եկեղեցու թեման է, եկեք խոսենք եւ ամփոփենք, մենք տեսանք, որ իսկապես իր մոտ չի հաջողում եւ չի ստանում, չի կարողանում իր նպատակին հասնել եւ նաեւ այդ խայտարակ ստերը, որ հրապարակ եկավ, գիտեք որ ոչ միայն խայտարակ ստերը, եկեղեցական ցանկացած գործ չունի իրավական ապացուցողական հիմք։ Եվ սրբազանների գործով, եւ մնացած գործերով։ Հիշում եք ազգային ժողովի ամբիոնից քպեական ոհմակը քերկին հատուկ գաղափարախոսական օպերացիա է իրականացնում։ Քերկին։ Առհասարակ եկեղեցու դեր։ Հələ այդ անդրադառնանք այս մասին։ Իրենց խոսույթը չհրապարակենք, էլի։ Չենք հրապարակում։ Չենք հրապարակում, բայց պարզվեց 3 միջազգային փորձագիտական ընկերությունները հաստատեցին, որ այդ տեսահոլովակները, որը անբարոյականությամբ օրենքի կոպիտ ոտնահարմամբ քրեական հայտարարությունը հիշում եք են լկտի մարտանհարմար ազգում իր ասածը կրկնի։ Լսեք, այդ դա պարզվեց որ դրանք արշակ սրբազանի հետ ընդհանրապես կապ չունեն։ Հիմա այդ նույն օպերացիան ով է պատասխան տալու Նիկոլ Փաշինյան, ով է պատասխան տալու։ Իր բանդան որ Նիկոլ Փաշինյան, դու ազգային ժողովում հայտարարել ես, որ հայոց եկեղեցականները մանկապիղծ են, որը կրկնել է ազգային ժողովի նախագահը Դոշտ հեռուստաընկերությունում։ Մանկապղծության վերաբերյալ դատախազությունը պաշտոնապես պաշտացխանել լրատվություններից մեկի մանկապղծության վերաբերյալ ոչ մի քրեական գործ չկա հարուցված։ Ով է պատասխան տալու ձեր անպատկար ազգային դավանանքը, հավատը վիրավորող հայտարարությունների համար։ Ով։ Ես ուզում եմ որպեսզի Սուքիասյան Այն որ լրագրողին ասում է դու ոչինչ չես հասկանում եկեղեցու դեմ ոչինչ չենք անում մենք փրկում ենք հա լրագրողիներ կիսագրագետը լրագրողիներ անգրագետ անվանեց ես ուզում եմ հարցնեմ ինչու չես մեղադրում քո թիմակիցներին որովհետև քեզ օգտագործեցին դեն նետեցին արդեն դու էլ իրենց պետք չես Թեկուզ պետք է, որովհետև այդ բանկերը միլիարդներ են հիմա աշխատում։ Հա, հենց այդ այլ Նիկոլ Փաշինյանը մեծ ավանդներ ունի Սուքիասյանի բանկում։ Չէ, առհասարակ հիմա այդ միլիոններ են աշխատում, հա։ Հիմա նայեցեք, ինչու չեք պայքար բանանում, կրկնում, ինչու չեք ասում, որ կեղծ է եղել։ Ազգային անվտանգության ծառայություն ուր է քո հայտարարությունը, որ դու հրապարակել ես նյութեր, որոնք կեղծ են եղել, շինծու են եղել։ Եվ պետք է ներողություն խնդրես, թե դուք Նիկոլի աթոռի մի ոտը բռնած ամուր պահում եք։ Այդպիսի աթոռներ են փլվել։ Այդպիսի աթոռներ են փլվել։ Այդ դատախազը կամրջի տակի դատախազը ձեզ օրինակ։ Հանելուկային մա։ Ինձ ասեցին, որ դատախազի վարած գործերը երբ նայում ես, հասկանում ես, որ ինքը երկար կյանք չպետք է ունենար։ Իհարկե ճակերտներ չբացեցին։ Ինչու 2024 թվականին այդ երիտասարդին հեռացրեցիք համակարգից։ Եվ ինչու 1 տարի հետո, 1.5 տարի հետո նա հայտնվեց կամրջի տակ, ջարդուխուռ եղած։ Երիտասարդ, լավ ընտանիքի հայր, դատախազներին ես այսօր չեմ կարող լավ անվանել իմ փորձից ելնելով։ Այսօր հայտնի դարձա որ բանտում եւս մի մահ ա եղել, դուք լավ իրապետում եք, խնդրում եմ այս մահերի մասին խոսելուց, այս բանդան որ բանդաներից է կախված, հա, Երևանում ամբողջ օրը, չգիտեմ, կրակոցներ, սպանություններ։ Իմիջիալուց այդ դատախազին այդտեղ գտնում են, չգիտեմ, սպանված, հետո նետված կամրջից թե ինչ, կես ժամ հետո դիմացի Սուրբ Սարգսի տակ այնտեղ գտնում են նորի դի են գտնում։
Այո։ Ու լրահոսում գնում է դանակահարություն 20 տարեկանին անտեղ ամանում, Գյումրիում դանակահարություն կրակարդեր են տեղ ամանում, Զովոնիում կրակոցներ են դերասանու որդին է, հետո Սևանում 20 տարեկան տղա է մահանում, 20 տարեկանի ու ամբողջ բանը։ Շիրակում, Լենինականում, Եվ բարձում է 3 ու 6 անգամ ներքին գործերի նախարարության բյուջեն մեծացրել են։ Այո։ Ով է պատասխան տալու դրա համար։ Նայեցեք, Մահեր ու սպանությունները 3 ու 5 անգամ շատացել են։ Սևանում դանակահարում են, Շիրակի մարզում, Գյումրիում, օրը ցերեկով իջնում են մեքենայից, դանակով հարձակվում են մարդու վրա։ Առանց վախի, առանց որևէ բանի, որովհետև քպայական բարեկամներ ունեն։ Երևանի Զովինիում մարդը ուզում է բիզնես դնել եւ մեծ ավտոմատ կրակահերթերով իրար հետ ռազմորկա են անում։ Ինչի համար է նստած հիմա Աշոտ Երկաթը։ Իբր զենք են չէ գտե։ Հա, իբր թե Բայց ամբողջ Երևանում իրանց բանդաների ձեռքը ապօրինի զենք է, բա ով պիտի զբաղվի դրանով։ Այդ որ 3 ու քանի անգամ բյուջեից հա տարել եք, այ գող սրիկաներ, բա ով պիտի պատասխան տա դրա համար։ Ընդ որում 10000 ոստիկանի ժամանակ ոստիկանապետություն էին հռչակում, 36000 ոստիկանի դեպքում ոստիկանապետություն չէ։ Թրքապետություն է։ Թրքապետություն է։ Թրքապետություն է։ Եվ գիտեք ի՞նչն է հետաքրքիր։ Բանդայապետություն։ Եվ գիտեք ի՞նչն է հետաքրքիր։ Եվ այսօր բոլորին սպառնում են արդեն քպայականները։ Ձեզ էսպես կանենք, ձեզ Ասում եք գրություն բան գրեք տակը կտանենք խոշտանգենք, եսի ինչ խոսեք կտանենք, մոռացաք են որ տարան խոշտանգեցին ոստիկանները ավտոն, իջեցեցին տղային խոշտանգեցին, հետո տարան մոռացել եք ինչ արեցին։ Ինչի, այդ վերջում կադրեր հրապարակեցին ոստիկանը ոնց է ինչպես է խոշտանգում քաղաքացու։ Այո։ Հետո գիտես ինչ արեցին, ասին դա հարազատին։ Հա։ Բանը, հիմա ինքը ասում է համ բանի, ինչի մատերիալ եք։ Դու գանքի մատերիալ եք, համ էլ խոշտանգման մատերիալ եք, որ պետք եղավ մի հատ սպանվելու բան մատերիալ, պետք եղավ էլ կնի։ Ինչ արեցին Փարաքյարում, ինչ ծածկա դմփոցի ա գնում։ Իհարկե, ծածկա դմփոցի ա գնում։ Բանը Փարաքյարում քպեականները չեն սպանել Փարաքյարի համայնքապետին։ Համայնքապետը պարզապես 8 անգամ հանդիպել է գնդակի։ 8 անգամ հանդիպել է գնդակի։ Իր վրա արձակված գնդակի է հանդիպել այդ ոստիկանության հետ միասին։ Լավ չասեցին 8 անգամ ինքը իր վրա է կրակել։ Հա, կասեն, դա էլ կասեն։ Որովհետև դա թիկունքից է դիմացից է կրակի ինքը իր վրա։ Եւ թիկունքից եւ դիմացից։ Ես այդ խառը ինքը իր վրա կրակել է։ Այդպես խառը։ Հա։ Եվ գիտեք, ամենասարսափելին այն է, որ այս Բայց մենք Վարդան Ղուկասյանի մասն էլ խոսեք, ես մարդուն էլ բարից բուն իմաստով խոշտանգում են, մարդը ծանր վիճակում, ծանր իր բժիշկները ընտանիքին են խոշտանգում։ Այո, ընտանիքին են խոշտանգում։ Ինչի? Իր համակիրներին են խոշտանգում, որ քեզ մերժում են, վռնդեցին գյումրեցիները։ Չի մարսում, որ գյումրեցիներ իրան վռնդել են, մերժել են քեզ։ Ընտանիքին է խոշտանգում Գյումրիից գողացված Գյումրի համայնքին պետական բյուջեից գողացված փողերը չես լափելու Նիկոլ, գյումրեցիները դրա տերն են, որովհետև Վարդան Ղուկասյանը արդեն ասել է, գյումրեցիները այդ փողի տերն են, դու հերթական պալատը դրսում չես առնելու, Նիկոլ Փաշինյանի ընտանիքը արդեն 4-րդ պալատն է գնում, Նիկոլ Փաշինյանի ընտանիքը 4-րդ պալատն է գնում, ես թվարկեմ Կանադայում 4 միլիոն դոլարանոց տունը, Կանադայում 17 միլիոնանոց տունը, ես դա ասում եմ փաստերով, ասում եմ, Փարիզում 3.1 միլիոն եվրոյանոց տունը եւ վերջերս բուկվալներ Ռևիեր քաղաքում Նիցի մոտ Աննա Հակոբյանը Կիպրոսյան օֆշորի միջոցով գնել է 8 միլիոն եվրո, այո, ճշտած։ Ես իմ Facebook-յան էջում դրացեմ այն հիմքը, որտեղից ստացել եմ։ Եթե ինչ-որ խնդիր ունեն, թող այդ հիմքին հարցնեն։ Ես օգտվում եմ մամուլի ազատության մասին օրենքով տրված ինձ հնարավորության, ես օգտվում եմ այնինչ հրապարակվել է մամուլում։ 8 միլիոն եվրո Աննա Հակոբյանը դա 4-րդ պալատն է։ Եվ այն Նիկոլը, որը ապրում էր մի տան մեջ, որ օրինակ համար մենք ամբողջ կյանքում անասուն ենք պայել գոմ ենք ունեցել, մեր գոմը ավելի բարեկարգ է եղել եւ ավելի մաքուր է եղել, քան իր տունը, որ ինքը ապրում էր, չէ՞։ Եվ ես հանել եմ պաշտոնապես, ինչքան եկամուտ է ստացել Նիկոլ Փաշինյանը։ Եկամուտի մի մասն եմ վերցրել միայն, որպեսզի մարդիկ իմանան։
նայեցեք, մեկ սեփական տուն հարակից տարածքներով եւ օժանդակ կառույցներով ձեռք է բերել Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլ Փաշինյան 8 տարվա մեջ քո աշխատավարձը կազմել է մոտավորապես տարեկան 20 միլիոն 160 միլիոն դրամ։ Դու տուն ես գնել 800 միլիոն դրամանոց։ Որտեղից 160 միլիոն աշխատավարձ ստացածին այդքան փող։ Երկրորդը 25000 ունի Նիկոլ Փաշինյանը։ 70 միլիոն դրամ է ավելացել Նիկոլ Փաշինյանին։ 6 միլիոն դրամ Նիկոլին նվիրել է անման։ Հասկանում եք։ 17 միլիոն դրամ փող ունի Նիկոլը ավելացրած։ Եվ 11 միլիոն դրամ էլ բանկից, որը Սուքասյանին է պատկանում, եկամուտ է ստացել։ Այսինքն 11 միլիոն դրամ ունենալու համար նա պետք է 110 միլիոն դրամ ավանդ ունենա, որպեսզի այդքան փող ստանա մեկ տարվա ընթացքում։ Եվ հաշվում ենք, միայն դրամական միջոցները կազմում են մի քանի 100 միլիոն, իսկ տունը տան հետ միասին արդեն միլիարդների հասնող, որտեղից քեզ Նիկոլ այդքան փողը։ Դա ընդ որում, դա հրապարակված պաշտոնական տվյալներ են Տիկին Թովմասյան։ Դա միայն իր, Աննա Հակոբյանինը չէ։ Աննա Հակոբյանինը չէ։ Իր երեխաներինը չէ, որ չգիտես ինչ-որ, լավ, աղջիկդ, որ Շվեյցարիայում սովորում է։ Այդ 150,000 դոլարը ով է տալիս։ Ամեն տարվա վճարը ով է տալիս։ Բանտեղ ինքը որ ապրում է, այդ ծախսերը ով է հոգում։ Ում հաշվին է։ Եկեք ասենք, 17 միլիոն ըստ Իլյա Կամարովսկի 2025 թվականի սեպտեմբերի հաղորդումը, որը մանրամասնորեն նկարագրեց ինչպես է Արսենե Խանջյանի միջոցով օֆշորային օպերացիա կազմակերպել, որպեսզի այն պալատը, որը Կանադայում համարվում է միակը, որը անգամ Հոլիվուդը վարձել է նկարահանումների համար, գնել է Նիկոլ Փաշինյանը։ Այսքան փող որտեղից ձեզ։ Այդքան փող ձեզ որտեղից։ Ասեմ որտեղից։ Առողջապահության ապահովագրության հանճարեղ Պանիկովսկու օպերացիա, Սագագողի օպերացիա։ Նայեցեք, իբր թե ապահովագրություն են արել։ 8 միլիարդ փող է հավաքվել հունվար ամսին ապահովագրության համար։ Ծախսվել է 3 միլիարդը։ 5 միլիարդն ուր է։ Եվ չեն ավելացել բժիշկների, բուժքույրերի, բժշկական սպասարկող անձնակազմի եւ ոչ մի կոպեկ չի եւ այսօր բժշկական հիմնարկները ֆինանսական կրախի առաջ են կանգնել։ Այն ժամանակ կար պետպատվեր, ընդ որում պետպատվերը ավելացել է, ասենք թե 100 միլիարդ, մոտավորապես 100 միլիարդ, 92 միլիարդ 400 միլիոն ապահովագրություն չէ պետք է կատարեն։ Այն ժամանակ պետպատվերը 55 միլիարդ է եղել։ Ժողովրդից այդքան փողը հանում են, այդ 55 միլիարդը չի տալիս պետական բյուջեն, ժողովրդից, այսինքն աշխատող ժողովրդից այդքան անում են եւ ուրիշ բան ասեմ։ Ապա պետական ապահովագրության, առողջապահական ապահովագրությունից կարող են օգտվել նրանք, ովքեր 200,000 եւ ավել աշխատավարձ են ստանում։ Հայաստանի Հանրապետությունում 26000 բժիշկ, 26000 ուսուցիչ 100,000 է ստանում։ Այսինքն այդ բժիշկներին զրկել են առողջապահական ապահովագրության գործընթացից։ Դուք հասկանում եք ինչ անբարոյականություն է։ Մանկավարժին զրկել են առողջապահական ապահովագրությունից։ Հայաստանի Հանրապետության այսպես իրենց հռչակած 800,000 աշխատողներից 300,000-ը ստանում է 200 եւ պակաս։ Այսինքն Հայաստանի Հանրապետության աշխատող 300,000 քաղաքացիների 300,000 քաղաքացի զրկել են առողջապահական ապահովագրությունից։ Եվ ասում են, գիտես չկա, թոշակառուների մցրել են։ Թոշակառուն 8 անգամ շտապօգնություն կանչեց ձրի է, 9-րդ անգամից փողը պետք է մուծի, ապահովագրության մեջ չես մտնում։ Մի անգամ ստենդը դրեցին, ձրի է, երկրորդ անգամ ստենդը դրեցին, փող պետք է տաս։ Ծանր օպերացիաները, այսինքն հոդի, ոսկրի, ստենդի օպերացիաները, որոնք ասենք թե մարդկանց դա ոչ թե իրական առողջապահություն է, խապկանք է։ Այն դեպքում
Երբ արդեն տարածում են, որ այդ ստենդները օգտագործած երկրորդ անգամ օգտագործող ստենդներ են, որոնք 2 տարվա գարանտիա ունեն։ Ստենդները դրում են 5 տարի եւ ավել, չէ՞։ Սրանք 2 տարվա, որովհետեւ արդեն 1 անգամ օգտագործված են։ Հոդերի օպերացիայի ժամանակ 500,000 հատ։ Եվ այս ինչ հայտարարակ ռեֆորմներ է, ինչ է կատարվում պոլիկլինիկաներում։ Այո։ Այս ինչ վիճակ է, այս ինչ մի հատ խառնաշփոթ են ստեղծել։ Այո։ Եվ ընդ որում, նայեցեք, սա ասում եմ բժշկի վերլուծություն։ Իմիջիալից կարող է առաջիկայում համատարած, այսպես բանը բժիշկներն ասում են արտագաղթում են, եւ այս խայտարակ վիճակը։ Ծանրաբեռնվածությունը բժիշկների ավելացել է 25%-ով, դա բժշկական վերլուծություն է, շատ գեղեցիկ վերլուծություն է, որ բերեսինից ներկայացրեցին, աշխատավարձերը ընդհանրապես չեն փոփոխվել, իսկ ծանրաբեռնվածությունը 25%-ով ավելացել է։ Ընդ որում, ապահովագրության անվան տակ բժիշկները օպերացիա կատարող բժիշկները, որոնք ունեին որոշակի գումար իրենց կատարած վիրաբուժական միջամտության համար, դրանից են զրկվել։ Այսինքն վիրահատություններ կատարող բժիշկները այսօր 20%-ով պակաս են ստանում, քան նախկինում։ Եվ դա առաջանում քույրերը ոչ մի աշխատավարձի բարձրացում չեն ստացել։ Բժիշկների աշխատավարձի պակաս 20%։ Չէ, իրանք բժիշկների խնդիր ունեն անգամ։ Հա։ Եթե այսպես գնա, Եվ ավերում են դա, սրանք թվեր են 92 միլիարդից, ինչքանն եք լափելու, ուր է հունվարին հավաքված 5 միլիարդ լրացուցիչ գումարը, ես այդ 3 միլիարդը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն եմ պոլիկլինիկաներում զգուշացել են, որ կարող է այս ամիս անգամ քիչ աշխատավարձ ստանալ։ Այո։ Բժիշկներին եւ բուժքույրերին զգուշացրել են, որ կարող է քիչ ինչ-որ ռեֆորմներ են արել, հիմա հասկացել են, որ ապուշություն է, մնացել են դրա տակ, այդ գումարները մսխվել է եւ արդեն տրամադրել են, հայտարարել են, որ այդպես է լինելու։ Եվ թղթավարության 40%-ն է ավելացել։ Ինչ է այսօրը գցում բժիշկներին, գնացել են այս բժիշկները ընտրության 21-ին։ Ոչ։ Մեծամասամբ ոչ, իրենց բարձր ինտելեկտուալ մաս են կազմում, ասում են, մենք բժիշկ ենք, մենք չենք խառնվում։ Կամ բուժքույրերն էլ, չգիտեմ։ Եվ դա մի խայտարարություն բան։ Եվ ես ուզում եմ իմ հարևանները, չէ, իմ հարևանս մի բան է խնդրել, ես ուզում եմ եթերով ասեմ, իմ հարևանս մոտեցավ եւ ասաց պարոն Հովանեսյան, ես լսում եմ ձեր ելույթները հայելի ակումբով եւ շատ վիրավորված եմ եւ քեզ ուզում եմ նկատողություն անեմ։ Ասեմ ինչու, ասեց ինչու ես դու Փաշինյան ասում եւ նրան հայ անվանում։ Փաշե Զադե ասած, Փաշի օղլի, Փաշիև ասա, նա թուրքից էլ թուրք է։ Մի շատ հիանալի ավանդական հայ ընտանիքի մեծավոր հայր է, իմ հարևանն է, եւ ասավ խնդրում եմ, երբեք Փաշինյան մի ասեք։ Ասեք ամեն ինչ, այն բառերը ինչ որ ինքը ասաց, իհարկե ես թույլ չեմ տա այստեղ ասեմ, բայց երբեք հայ նրան մի անվանեք։ Նա թուրքից էլ թուրք է։ Երկրորդը Ինձ կոլեկտիվ խնդրել են մարդիկ, ովքեր փողոցում ինձ կանգնեցրել եւ հարցրել են մի բան, ասել են պարոն Հովանեսյան, հիմա մենք չհասկացանք, մոդուլային գեներատորը, ատոմային գեներատորը, լավ բան է թե վատ բան է, որ Ամերիկայից բերում են։ Ինչքան բացատրեցին։ Հա։ Ասած մենք գիտենք, որ վատ բան է, բայց ուզում ենք կրկնենք։ Ես ասեմ, համաձայն ՄԱԳԱՏԵ-ի մոդուլային էլեկտրոկայանների լիցենզիայի իրավունքի մոդուլային էլեկտրակայանների լիցենզիա ունի Ռուսաստանը, որը կառուցել է մեկը, եւ Չինաստանը, որը կառուցել է երկրորդը։ Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ լիցենզիան չունեն։ Նրանք չեն կարող մոդուլային էլեկտրակայան կառուցել։ Ինչու, որովհետեւ հաշվարկել են, որ 3 անգամ ավելի թանկ է լինում, քան սովորական ատոմային կայանի ստացված հոսանքը։ Ես ուզում եմ ասել, որ ԱՄՆ-ն էներգետիկ 20-25% էներգետիկայի 25% տալիս են ատոմակայանները։ Ամերիկայի Միացյալ Նահանգների, որի վառելիքի 90%-ը Ամերիկայի Միացյալ Նահանգները ներկրում է։ Այդ 90%-ի 40%-ը Ռուսաստանից։ Ես ուզում եմ մինչև վերջ բացատրել։ Կներեք, էլի։ Ռուսաստանից Ամերիկայի Միացյալ Նահանգները էներգետիկ օգտագործած ուրանի թափոնի գերեզմանոց չունի։ Աշխարհում մեկ գերեզմանոց կա, դա Ռուսաստանն ունի։ Եվ այդ 5 միլիարդը, եւ պատկերացրեք, հիմա ատոմակայանը Ռուսաստանից հանեցին։ Ապրիլին կանգնեցնում են ռուսական ընդ որում ատոմակայանը տալիս է Հայաստանի էներգետիկ համակարգի 28%-ը։ Կանգնեցրեցին, փակեցիք։
Ուր է այդ օգտագործված թափոնը գնալու։ Եթե Ռուսաստանը չընդունեց, դու Ռուսաստանից հրաժարվում ես։ Ամերիկա չի տաներ, որովհետև Ռուսաստան միակ երկիրն է, որը օգտագործած վառելիքը վերամշակում եւ նորից օգտագործում է։ Այսինքն դու Հայաստանի Հանրապետությունը կանգնեցնում ես կոլապսի առաջ, այն դեպքում, որ դու 1200 մեգավատ հզորություն Արցախի 47 հեկերի տվեցի Թուրքին։ Այսօր Հայաստանի ընդհանուր էլեկտրիկ հզորությունը 3213 մեգավատ է, Ադրբեջանը 10000-ից ավելի։ Եթե դու ատոմակայանը փակում ես, ապա 27% դա է։ Երկրորդ բանն եմ ուզում ասեմ, սիրելի ժողովուրդ, եւ ընդ որում այդ պայմանագրով այդ 5 միլիարդը մենք վարկային գնում ենք կատարում Ամերիկայից, այսինքն Նիկոլը 8 միլիարդ 480 միլիոն պարտք ավելացել է, դրան գումարում է ներևս 5 միլիարդ։ Եվ մենք դառնում ենք որպես պետություն, արդեն մեր հնայից ավելի պարտք ունեցող պետություն ենք դառնում։ Ամերիկան մեզ չի նվիրում։ Ամերիկայի բերած էլեկտրոէներգիան 3 անգամ թանկ է լինելու, եթե իհարկե բերվի։ Ամերիկան կարող է Ռոսատոմի հետ պայմանագիր կնքի, այդ բանը բերի եւ Հայաստան Ռոսատոմը Ամերիկայի անվան տակ բանան եւ այդ 5 միլիարդը գնա Ամերիկա 1 միլիարդը տան Ռոսատոմին, բայց մենք 5 միլիարդի պարտքի տակ ենք ընկնելու եւ մենք մեկ սերունդ հետո ատոմակայանի ամբողջ տարածքը ռադիացիայով է պատվելու։ Այսօր միջազգային Հայաստանի Հանրապետության ատոմակայանը ամենահզորներից եւ ամենաապահովներից է մեկը։ Ճապոնիայում Ամերիկայի կառուցած ատոմակայանը 8 բալանոց երկրաշարժի ժամանակ ավերվեց։ 9 բալանոց, 9.2 բալանոց երկրաշարժի ժամանակ Հայաստանի ատոմակայանը անգամ ծեպ չթափեց վերևից։ Եվ ինչքան հայություն են մեկ անգամ եւս ասում են դրա մասին խոսենք, ինչքան հայություն էր ապրում Ադրբեջանում 420,000 հայ էր ապրում Ադրբեջանի ողջ տարածքում, դրան գումարած 150,000 հայ ապրում էր միայն Արցախում։ Այդ հայությունը 420,000-ին հանեցին, վրընդեցին, տնավեր դարձրեցին 88-90 թվականներին, 150,000-ին Նիկոլ Փաշինյանը տնավեր սարքեց այս թվականին, որոնք գնալու տեղ չունեն։ Եվ ընդհանրապես 3000 արցախցի օգտվել բնակարանների ինքն գյուղական շրջաններում, այդ գյուղաբնակ արցախցիները գյուղական շրջաններում այդ բնակարանների այդ ծրագրից օգտվել են։ Մնացածը կամ գնացել են Հայաստանից, կամ Հայաստանում սպասում են, որ իշխանությունը կփոխվի, կգա հերոսական ազգային իշխանություն եւ իրենք կվերադառնան, եթե հայեր առաջին հիշի այս 600-700,000 հայերի ճակատագիրը ցեղասպանությունից մասնակցել ոչ վերադառնան։ Սրանք վերադառնան Ադրբեջան։ Այո, եւ հայկական Արցախ։ Եվ հիշեք, նայեցեք այս բանը, ՔՊ-ի լոգոն, դա թուրքական տեղական արտադրության լոգոն է։ Հիշեք, նայեցեք, ՔՊ-ի լոգոն թուրքական տեղական արտադրության լոգոն է։ Նիկոլ Փաշինյանի ՔՊ կուսակցությունը դա թուրքական տեղական արտադրություն է։ Նայեցեք, փաստը։ Մնացեք մեզ հետ, քիչ անց եթերում կլինենք Երվան Բոզոյանի հետ։ Շնորհակալ եմ, պարոն Հովհաննիսյան։